Ողջույն սիրելի դիտողներ, ողջույն հայ գալիքի հարգելի բաժանորդներ։ Ես հիմա գտնվում եմ Գերմանիայի Թյուրինգիա նահանգի Յենա քաղաքում։ Յենան հայտնի է իր համալսարաններով եւ Յենան հայտնի է իր գեղեցիկ բնությամբ, չնաշխարհիկ բնությամբ։ Յենան ուսանողական ակադեմիական քաղաք է։ Հիշում ենք, որ հայ գալիքից անցյալ տարի Սուրբ Ծննդյան օրերին նույնպես եղել ենք Յենա քաղաքում։ Այս անգամ հոկտեմբերին ենք Յենայում, այսօր սեպտեմբերի 30-ն է, վերջի օրը եւ հոկտեմբերին ենք Յենայում լինելու եւ այս հիանալի եղանակը մեզ հնարավորություն է տալիս դրսում նկարահանումներ անելու։ Այսօր մի շատ հետաքրքիր ու կարեւոր վայրում եմ տեսանյութում լինելու, որտեղ կխոսենք հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մասին։ Խաչքարը տեղադրվել է ցեղասպանության զոհերի հիշատակի 100-ամյակին եւ 100-ամյակի առթիվ արդեն 10 տարի է խաչքարը տեղադրված է Յենա քաղաքում։ Հիշեցնեմ, որ Յենա քաղաքի համալսարանում սովորել են մեծանուն հայ ազգի մշակույթի գործիչներ, որոնց մասին գրառումը արդեն արել եմ այսօր իմ էջում։ Շնորհակալություն, որ հետևում եք հայ գալիքին, շարունակեք հետևել եւ կիսվեք անպայման այս տեսանյութով, ինչու համար, քանի որ հայալեզու տեսանյութերը YouTube-ի հարթակում շատ կարեւոր են, ճանաչողական գիտելիքները եւ զբոսաշրջությունը մեր հայրենակիցներին ավելի հասանելի դարձնելու համար, մեր հայրենակիցների համար ավելի բովանդակալից դարձնելու համար։ Շարունակենք Յենայում մեր ճանաչողական այցը եւ հիմա շարժվում ենք մի շատ հետաքրքիր տեղ։ 1, 2, 3 Սիրելի դիտողներ, Յենա քաղաքում շարունակում ենք մեր տեսանյութը։ Այժմ մենք գտնվում ենք Յենայի կենտրոնում, ուր Զալե գետը բաժանում է քաղաքը աջ եւ ձախ ափերի։ Զալե գետը հոսում է Սաքսոնիայից Թյուրինգիայով, այսինքն որտեղ Յենան է գտնվում, Թյուրինգիա հողով եւ մինչեւ Բավարիա։ 400 կիլոմետրից ավելի է Զալե գետի երկարությունը եւ ամենամեծ քաղաքը, որով անցնում է Զալե գետը, դա հենց մեր Յենան է։ Զալե գետը սկիզբը արդեն Էլբայից եւ Յենայից հետո Հալե քաղաքով անցնում դեպի Բավարիա։ Ուստի շատերը նաեւ գետին ասում են Զալե Հալե տեղացիները։ Մի խոսքով շարունակենք հիանալ Յենայի բնությամբ եւ շարունակենք մեր տեսանյութը։ Շնորհակալություն։ Սիրելի դիտողներ, ինչպես եւ ասացի, մենք Յենա քաղաքում կայցելենք ցեղասպանության զոհերին նվիրված խաչքար։ Խաչքարը տեղադրվել է 1915 թվականի հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, երբ մի քանի միլիոն հայ Օսմանյան կայսրության տարածքում ենթարկվեց ցեղասպանության։ Խաչքարը տեղադրվել է 2015 թվականին ցեղասպանության զոհերի հիշատակի 100-ամյակին եւ գտնվում է Յենայի կենտրոնում, կենտրոնական զբոսայգիում եւ բոլոր անցորդները, ովքեր ծանոթ են կամ կուզենան ծանոթանալ հայոց պատմության հետ կապված այդ ողբերգական էջին, այս խաչքարը դրա վառ հիշատակումն է եւ դրա ապացույցը։ Դրությամբ հարգենք մեր մի քանի միլիոն զոհերի հիշատակը եւ ամեն ինչ անենք, որ ունենանք այնպիսի պետություն, որ այլևս երբեք հնարավոր չլինի հայ ազգին ցեղասպանության ենթարկել։